Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը Եդինայա Ռոսիայի տարածքային գրասենյակն է։ Թղթով ոչ։ Գործնականում նայեք փաստերին։ 2008-ին Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը համագործակցության հուշագիր ստորագրեց Եդինայա Ռոսիայի հետ, Պուտինի իշխող կուսակցության։ 2019-ին հայկական լրատվամիջոցները գրեցին երկու կուսակցությունների նոր համագործակցության արձանագրության մասին։ Ավելի ուշ, Եդինայա Ռոսիան Ծառուկյանի կուսակցությանը հանվանեց բարեկամական կուսակցություն։ ԲՀԿ ներկայացուցիչները Մոսկվայի հարթակներում հայտնվեցին հենց Եդինայա Ռոսիայի հրավերով։ Ծառուկյանի սեփական գիծն էլ նույնն էր։ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր գործընկեր քաղաքականության, տնտեսության և անվտանգության մեջ։ 2021-ին նրա կուսակցությունը ավելի առաջ գնաց և խոսեց Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական համաձայնագրի մասին, ասելով, որ այլընտրանք չկա։ Այսինքն, գրանցման թղթերը մի բան են ասում։ Ծառուկյանի քաղաքական վարքագիծը ուրիշ բան։ Կուսակցությանը պարտադիր չէ Մոսկվայի ցուցանակ ունենալ, որ աշխատի Մոսկվայի ուղեծրում։ Բավական են հուշագրերը, հարթակները, այցերը և նույն այլընտրանք չկա ուղերձը։ Եթե Գագիկ Ծառուկյանը ստորագրում է Եդինայա Ռոսիայի հետ, գնում է Եդինայա Ռոսիայի հարթակներով և Ռուսաստանը ներկայացնում է որպես Հայաստանի միակ անվտանգության տարբերակ։ Որտեղ է այստեղ Հայաստանի ինքնիշխանությունը։